Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող հյուսիս-հարավ ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինաշխատանքները սկսվել են նախորդ տարվա մայիսին։ 1 տարի անց արդեն կատարվել է շինաշխատանքների 15%-ը։ 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցման վրա աշխատում է 200-ից ավելի շինարար, 300-ից ավելի տեխնիկա։ Աշխատանքները իրականացնում են իրանական 2 ընկերություններ։ Հաշվի առնելով եղանակային լավ պայմանները, նախընտրությունը տալիս ենք բետոնային շինությունների կառուցմանը։ Մենք այսօր աշխատանքները ամբողջ ծավալով առաջ ենք տանում։ Մենք առաջ ենք գնում ըստ ժամանակացույցի եւ կարծում ենք հնարավոր է շատ մասեր կարողանանք ժամանակացույցից ավելի շուտ վերջացնել։ Այս թունելի շինարարությունը 95%-ով արդեն կատարված է։ Այսպիսի 2 թունել կլինի 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածում։ Թունելներից բացի նաև 12 կամուրջ կկառուցվի 5 ճանապարհային հանգույց։ Հայաստանի Հանրապետության միջպետական ճանապարհի համար առաջի անգամ ենք մենք տենց հսկայական, տենց բարդ ռելիեֆում աշխատանք իրականացնում։ Մենք օրական կապի մեջ ենք իրանց հետ, բացի դրանից շինարարության որակը, ծավալները եւ այլն ընթացքը հսկում է տեխնիկական հսկողության թիմ, որը խորվատական կազմակերպությունն է, իրանք գտնվում են 24 ժամ այս օբյեկտում, իրանք են հետևում աշխատանքներին, իրանք են հետևում որակին, իրանք հետևում են կատարված ծավալներին եւ այլն եւ այլն եւ այլն։ Սյունիքում ամենամեծ խնդիրը կարծես թե ենթակառուցվածքների իմաստով հենց ճանապարհներ եղել է տասնամյակներ շարունակ, ոլորանները մեզ բոլորիս հայտնի, այլևս մնալու են անցյալում, որովհետև հյուսիս-հարավը լուծում է այդ բոլոր խնդիրները։ Վստահ եմ, որ բոլոր այդ մարդիկ, ովքեր մի քանի անգամ եկել են Սյունիք, առնվազն մի քանի անգամ տարբեր տեղերում վթարներ են տեսել, ինքը իրականում շատ մեծ խնդիր էր, եւ այս ճանապարհը ոչ միայն այդ իմաստով, այլ տնտեսական իմաստով ամբողջությամբ փոխելու է պատկերը Սյունիքի մարզի, որովհետև ինչպես որ դուք գիտեք, ինքը ոչ միայն Հայաստանին վերաբերելի ճանապարհ է, այլ ինքը շատ մեծ ճանապարհային հանգույց է տարածաշրջանային եւ բնականաբար նախ եւ առաջ շահելու են այն բոլոր համայնքները, որի մոտով անցնում է այս ճանապարհը։ Սոցիալ-տնտեսական իմաստով, օրինակ մեղրեցիների եւ քաջարանցիների համար փոխելու է գրեթե ամեն ինչ։ Պատկերացրեք 2 ժամ ավելի կարճ է տևելու մայրաքաղաք հասնելու տևողությունը։